Կանաչ լավ փորձի վրա ռաստիկ եկե, թազա աստղելու ժամի։ Համեցեք։ Սա հազարամյակների հյուսած պատմություն է մեր արարող ու ստեղծագործող ժողովրդի, նրա ուժի ու կամքի, բնավորության ու կենցաղի, միամտության ու զայրույթի, ավանդույթների ու սովորույթների մասին։ Մեր հերոսները ժամանակակից մարդիկ են, ովքեր սակայն ճախարակ են մանում, երկանք պտտում։ Այս ֆիլմաշարը հայի ճանաչման մի փորձ է։ Օրինակ, սա Իջևանի տարածաշրջանի Գանձաքար գյուղն է։ Այստեղ այնքան շատ լոբի է աճում, որ հարևան գյուղերում գանձաքարցիներին լոբստանցի են անվանում։ Գանձաքարը Հայաստանի ամենաերկար գյուղն է։ Երկարությունը մոտ 6 կիլոմետր է։ Այստեղ կնոջ դավաճանության միայն մեկ դեպք են հիշում։ Այն էլ այնքան դաժան պատիժ է ունեցել, որ ուսուցողական է եղել ոչ միայն Գանձաքարի, այլև հարևան գյուղերի բնակչուհիների համար։ Այս գյուղում դեռ ապրում է «Մենք ենք մեր սարերը» հայտնի ֆիլմի հերոս հնձվորներից մեկը՝ Յասո Պապիկը։ Այստեղ հյուրերին ավանդական նազուկով են պատվում, իսկ երեխաներն էլ գրեթե մոռացված հայկական ավանդական կոպալ խաղն են խաղում։ Հայի ուժը գնում է նաև հին հայկական ֆիլմերի հետքերով, գտնում այն վայրերը, որտեղ նկարահանվել են մեծ ֆիլմերի հայտնի տեսարանները։ Այսպես Խաշթառակ գյուղում մինչ այսօր իր տեղում է «Մենք ենք մեր սարերի» դատավարության քարը։ Այստեղ կիմանաք հանճարեղ հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի Ջաջուրում գտնվող Հարազատ տան ճակատագրի մասին։ Հայի ուժի հերոսներն այս տեխնոլոգիական դարաշրջանում սիրում են ամեն ինչ սեփական ձեռքերով պատրաստել։ Նրանք թոնրի մեջ հաց են թխում, տնական կովից տնական կաց ստանում, հետո մածուն, թթվասեր, կատնաշոր ու պանիր պատրաստում։ Այս ֆիլմաշարում շինծու ու կեղծ ոչինչ չկա, ամեն ինչ բնական է։ Սա Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Մեծ Սարիար գյուղն է։ 1988 թվականի երկրաշարժը գյուղը հողին հավասարեցրեց, բայց սարիարցիները Փյունիկ թռչնի պես ավերակներից վեր հառան ու Մեծ Սարիարն էլ ոտքի կանգնեցրին։ Այստեղ է ապրում հայի ուժի իսկական մարմնացում Մելինտատը, ով ամեն առավոտը սկսում է կաթը զտելով, նախորդ օրվա զտած կաթով չեչիլ պանիր գցելով, խնոցու մեջ կարագ հարելով։ Այստեղ կծանոթանաք Ռոզա տատիկի հետ, ում ծնողները Վանի գավառից են գաղթել ու հաստատվել Ագարակ գյուղում։ Գրեթե 80 տարեկան տատիկը երկրի կարոտով չորաթանը ջրով տրորելիս հայկական ազգային հին ու գեղեցիկ երգեր է երգում։ Հայի ուժը պատմություն է նաև մեր ժողովրդի ունեցած դժվարությունների, դրանց կողքին անսահման կամքի ու վճռականության մասին։ Օրինակ, Ադրբեջանի սահմանակից Սարի գյուղում ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր կա, բայց Սարի գյուղցիները հույսները չեն կորցնում։ Ջրի խողովակները մի օր իրենց տուն էլ կհասնեն։ Շարունակում են հող մշակել, այն հավատով, որ երկինքը բարեհաճ կլինի, կենսատու անձրև կպարգևի, հողը ծարավը կկոտրի ու գյուղացուն բերք ու բարիք կտա։ Անդրդվելի են, իրենց տունը չեն թողնի և ուրիշ տեղում բնակավայր չեն փնտրի։ Հայի ուժը պատմություն է անսովոր հայկական ավանդույթների մասին։ Տեսել եք օրինակ, որ որոշ վայրերում տղայի տաբատով աղջիկ ուզելու սովորույթ է եղել։ Այս ֆիլմաշարում այնպիսի ավանդական հայկական տոնակատարություններ կտեսնեք, որ երբեք չեք տեսել ու թերևս չեք էլ լսել։ Օրինակ Տավուշի մարզում Վարդավառը ամանորին հավասարազոր տոն է, թե ինչպես են Շամշադինի տարածաշրջանում առավոտից երեխաները պարաններով ճանապարհներն արգելափակում, անցորդ աղջիկներին վրթիվերի ծաղիկներ նվիրում, ինչպես են շամշադինցիները զբոսախնջույքներ կազմակերպում մոտակա աղբյուրների մոտ եւ անպայման Վարդավառյան գառմորթում։ Միայն հայի ուժը կպատվի ու ցույց կտա։ Հայի ուժը հայերին եւ օտարներին պատմում է հայկականության մասին, պատմում է գինու ու գինեգործների հայրենիք Արենիում նշվող գինու փառատոնի մասին,
Միայն այստեղ կտեսնեք, թե ինչպես են հայ աղջիկները ոտքերին ածուխ քսելով հսկայական չանի մեջ խաղող ճզմում։ Կզգաք հայկական անուշահամ ու անուշաբույր գինու համը։ Կծանոթանաք գրեթե մոռացված մասնագիտություն ունեցող թոր գործողի հետ։ Օջախի վրա ավանդական տարբերակով եփված ձուկ կհամտեսեք։ Այս ֆիլմաշարի հերոսները հավատում են ջրի բժշկող ուժին եւ զգուշանում երկնային զայրույթից։ Մեր հերոսներից շատերն ապրում են սահմաններին շատ մոտ եւ ամեն Աստծո օր բարի լույսը սկսում սահմանների խաղաղությունը հսկելով։ Պայեզձորի մարզի Խաչիկ գյուղում մշակելի ցանքատարածությունների մեծ մասը գտնվում է հայաստանյան եւ նախիջևանյան դիրքերի միջև։ Թշնամուն այսքան մոտ գտնվելը խաչիկցիներին չի մտահոգում։ Իրենց հողն է, պիտի մնան, պիտի պաշտպանեն ու մշակեն։ Այսպես է նաև Շամշադինի տարածաշրջանում Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող Այգեձոր գյուղում։ Այստեղ հյուրեր գրեթե չեն լինում, դրա համար էլ այգեձորցիներն իրենց հաճախ մոռացված են զգում։ Հայի ուժն այնտեղ է, որտեղ հայ է ապրում։ Հայի ուժի հերոսները սովորական մարդիկ են։ Մեր հերոսներն են օրինակ Լճաշենում բնակվող Գեղարքունիքի մարզի ամենատարեց բնակչուհին 108 տարեկան Շուշանիկ տատիկն ու 92-ամյա փորձառու տրակտորիստ Փայլակ տատիկը։ Մեր հերոսների համար կարտոֆիլ քանդելը մի ամբողջ արարողություն տոնակատարություն է, որի գլխավոր մասն էլ աթարի մեջ խորոված կարտոֆիլ համտեսելն է։ Այս պատմությունը մեր մասին է, մեր ուժի ու անսասանության մասին։ Հայի ուժը մեր ժողովրդի անցյալի, ներկայի ու գալիքի հանրագումարն է։ Սա մի պատում է հայ ժողովրդի հավերժության մասին։